Առաջին անգամ որ դիտեցի Arncomedy-ին, ոսցի վախ, այս տղաները ինչ որ հետարքիր գյուտ են արել։ Առաջին անգամ երբ որ ինչ որ բան ռեալ արել ենք, դից 2006 թվին, արդեն կար Comedy Club-ը, ու մենք նայում ենք, ասենք արի մենք այս բան փորձենք անել։ Սերիալը 8 սերիա է, չէ։ Հիմա ձեռներս քորա գալիս էլի, երկրորդ սեզոնը գրել, արդեն կա, արդեն Wink on-line կինոթատրոնում առաջի սերիան հասանելի է, շաբաթը մի սերիա։ Ուսանող տարիքում Elvis մականուն ունեի։ Մեծ համակրանք ունեմ իր արվեստին, որտեղ մարդ ա եղել, որ փոխել է ժամանակակից աշխարհը, էլի։ Համակրել ես այս հեղափոխությունների սկզբանը։ Չէ, ժողովրդի ոգևորությունը իհարկե համակրելի է, բայց այնց այդ պահից որ տեսնում ես ինչ ա խոսվում։ Դու տեսնում ես ինչ որ ելք կոլապսից դուրս գալու։ Անկեղծ։ Եթե մենք առ այսօր երկրում ենք, այդ արդեն հայրենասիրությունն է։ Այո, այո։ Ողջույն, եթերում ինավյո ծրագիրն է, դիտեք և լսեք մեզ, բաժանորդագրվեք և լայքեք, իսկ մենք սկսում ենք։ Ձեր անունը, Նարեկ ազգանունը, Մարգարյան, ձեր տարիքը, 41, ծննդավայրը, Երևան, բնակության վայրը, Երևան, ամուսնական կարգավիճակը, ամուսնացած, զավակներ ունեք, մի հատ։ ձեր մասնագիտությունը։ Հիմա այնքան փոխվել է։ Եթե գնանք դիպլոմից լրիվ ուրիշ բաներ է գնաց, փաստացի սցենարիստ։ Փաստացի սցենարիստ, շատ ճիշտ։ Ձեր հոբին։ Շատ բազմաթիվ են, չէ։ հա։ Վազք, կոմիքսներ, ֆիլմեր, Եգիպտոս։ Չինա շատ խառն են իմ հոբիները, հա։ Եգիպտոսը շատ դուրս է։ Եգիպտոսը ինչ հաճախականության հոբի է։ Ինքը փոքր ժամանակվանից է գալիս ու հետաքրքիր փուլերով անցնում էլի, սկզբից այդ միստիկ ամեն ինչն է քեզ գրավում իր շուրջ, հետո սկսում ես դες պատմությունը բանել, հետո սկսում ես հասկանալ, որ այդ ոչ մի բանը միստիկ չէր, այլ ուղղակի մարդիկ այդ աստիճան զարգացած են եղել ժամանակին, հետո ինչ որ պահի գնում ես այդ ամեն ինչը քո աչքերով ես տեսնում։ Այո, այլ տպավորություններ են, այլ զգացողություններ են, չէ։ Եվ բլիցի վերջին հարցը ձեր ամենամեծ երազանքը։ Հոլիվուդյան ֆիլմ գրել եւ արտադրել։ Կեցեք, հաջողություն եմ ցանկանում, ես սրտադրով սպասում եմ, որ իրականանա։ Նարեկ ջան, լսեցի քո կարծիքը, որը ինձ համար շատ հոգեհարազատ էր, դու ասացիր, որ ցանկալի է, որ պաշտոնյան լինի կոմպետենտ եւ մի քիչ էլ հայրենասեր։ Քո կարծիքով ոնց պիտի հայրենասիրություն դաստիարակել։ Հայերի մեջ կոնկրետ։ Ինքը շատ փոքր տարերից է ձևավորվում։ Օրինակ բոլորս որ առաջի երկրորդ դասարանում ասեն դե մի բան նկարի, չգիտենք ոնց էր տենց ստացվում, բայց այսպես ասած default տարբերակը միշտ Արարատն էր, որ ուղղակի տենց սա երեխեքը Արարատ էին նկարում։ Ոչ ոք տանը չէր ասել բալիկ ջան կնստես Արարատ կնկարես, ոչ ոք դպրոցում չէր ստիպում, որ հենց կոնկրետ Արարատ նկարենք, բայց չգիտեմ, դու աչքեր ունես ու պատանից նայում ես, տեսնում ես, որ տենց ամենագեղեցիկ բանը Երևանում է տենց Արարատի տեսարանն է, եւ գուցե Հայաստանում, հա։ Ու ինքը տենց դնթեյով է գալիս էլի, որ դու պետք է Արարատը նկարես օրինակ, այդտեղ սովորացնելու բան չկա, ասենց ասեմ, եթե պետքա սովորացնովի լինի այդ հայրենասիրությունը, ինքը տենց շատ ժամանակավոր բան է, էլի, միջև տենց ինչ-որ մի հատ հանգամանք չի փոխվի, ու այդ մարդը դատարի հայրենասերելն էլ։ Դրա համար դե առաջինը դաստիարակությունն է, միջավայրն է եւ գնահատելը, հա, միշտ տենց ընդունված է, մեր մոտ չէ բոլոր ազգերում իրականում, որ ուրիշինը ինչ-որ բանը ավելի լավն է, բայց այդ մերը գնահատելը ինչ ունենք, ինձ թվում է հենց դաստիարակումը այդ հայրենասիրությունն է, էլի։ Ես կարծում եմ դասագրքերից էլ կարելի է ակնկալիքներ ունենալ, որովհետև դասագրքերը ակնկալիք դասագրքերից դե այսօրվա ոչ, բայց ինչ որ մի օր, հա, չէ, բոլորը ընկնում են ինչ որ ժամանակակից բաներ կրկնօրինակելու հետևից, շատ տարօրինակ է, էլի, մանավանդ տղաս երրորդ դասարան է, ու մենք այն չարաբաստիկ դասագիրքը ունենք, որի հետևը Եռագույն դրոշա չգիտես ինչի այրվում, որ ինչ որ ապուշագույն բացատրություն ստացավ շապիկը կազմողների կողմից, որ բան չէիք, էլի, ինչ որ
գովազդային թռուցիկ չէիք բանանում, այլ երրորդ դասարանի դասագիր, որը երրորդ դասարանցիներ են ստանալի, ոնց կարելի է այդ աստիճան ոչ կոմպետենտ լինել, ուստեղ Եմ որ ես չեմ հավատում որ մարդ կարա այդքան ոչ կոմպետենտ լինի, էլի, այստեղ հավատում ես որ ինչ որ մի հատ, հա, տենց մի բան տակը կա հաշվի առնելով որ ունենք ինչ որ տենց չհայտարարված պատերազմ բոլոր պետական խորհրդանիշների եւ բոլոր ազգային խորհրդանիշների դեմ, Արարատը, ну, նաեւ պետական խորհրդանիշի վրա, բայց ավելի շատ տենց համահայկական խորհրդանիշ է, էլի, անկախ նրանից Արարատի մարզում ես, դե լոռիում ես։ Մեր նախորդ հանդիպման տեսնում ես հույս չկա, որովհետև ինչի չի կարելի սարքել տենց բաներից հետևից են ընկած։ Մի հատ տեքստ կար, որը նրա մասին էր, որ iPhone 26-ա ձեռք բերում ինչ որ երեխա, որը ունի ինչ որ sense ֆունկցիաներ, դրա մասին ախր այդ այնքան տարբեր շերտերում ա էլի փուչ։ Նախ ինչի առանձնացնել մի ընկերություն, ոչ թե մյուս ընկերություն։ Երկրորդը միթե iPhone-ն է այն ամենակարևոր բանը, որ արժի պատմել երեխային, որը դիտես մի վայրկյանում չի տեսնելու ու հասկանալու մեզնից լավ iPhone-ը ոնց է աշխատում։ Եվ այլն, եւ այլն։ Այսինքն ունենք ինչ որ շատ, չգիտեմ, ոնց որ պատկերացրեք ունեք քանի էջանոց այդ գիրքը 100 էջից ունեք, հա, որ պետքա տրամադրեք երեխուն ինչ որ արժեք փոխանցելու։ Այդ արժեքը տեքստն է iPhone-ի մասին, ասենք լուրջ, ու բայց ժամանակ չունեցաք, մի հատ նայեք շապիկին ինչ եք դնում, ու քանի հատ օքեյ է դա անցնում, դու քանի մարդ ստորագրում է, հա, որ այս լավ է, բան, ուղարկեք տպարան։ Պատահականություններ անշուշտ լինում են, բայց չեն կարա ամեն ոլորտում տասնյակ պատահականություններ ամեն անգամ զուգադիպվեն։ Այդ ինչ որ չափազանց զուգադիպություն է, էլի։ Սովետական միության սան եմ ես անձամբ։ Սովետական միությունում այդ մարդուն կնստացնեին, եթե խորհրդային միության դրոշը այրվեր, հա, բանի վրա։ Առնվազն եկեք չնստացնենք, ես գոնե գործից կհանեի, չգիտեմ, դուք եթե ելնեիք հրատարակիչ ու մեծ պատվեր, միլիոնանոց պատվեր ստանայիք պետությունից եւ այդպիսի Kicks, հա, ես ուզում եմ ասեի fuck up։ Կարելի է ձեր ներկայացնել։ Թույլ եմ տալիս։ Հա, տենց դարակազմիկ fuck up թույլ տված։ Առնվազն պետք է հանել ոչ թե ինչ որ դեբիլագույն բացատրություն թողարկել։ Բա էլի սովետականից խոսեցի։ Հիանալի այնտեղ զարգացած էր, բայց այդ իդեոլոգիա գաղափարը, հա, Записался в добровольцы, ես այդ բացարձակ հիմա ոնց որ մեզ ախր ակնհայտ դեբիլություններ անելով ստիպում են որ մենք պաշտպանենք այն մյուս ծայրահեղ ինչ որ բանը, որը ես չեմ անելու։ Ինչ որ պարզակույն տենց վիլկա է, որ ինչ որ շատ ուլտրա լիբերալ մարդկանց թվում է թե իրանք sense տրյուկ արեցին հեծանի բացել, տոտալիտար ինչ որ փուչ համակարգը չենք պաշտպանելու նրա խաթր, որ դուք այսօր ինչ որ Արարատի եւ եկեղեցու եւ մյուսի դեմ ինչ որ բան եք անում։ Այդ նույն բանը այն համակարգն էր անում, լրիվ ուրիշ ձևերով։ Ասածս էդ էր։ Դրա համար եթե ունենք sense ծայրահեղ մի տեսակի դեբիլների ծայրահեղ, պետք չի մեզ ավտոմատ մեն մյուսը կա, նորմալ միջինը, ողջամիտ միջինը։ Մենք սկսում էինք անցնել Հայաստանի պատմություն, կոչվում էր История армянского народа, այսպիսի կապույտ գիրքեր, բարալիկ, որը ոչինչ էր, էլի, որ ни о чем էր։ Ու այդտեղից արդեն սկսվել էր մեր հակադաստիարակությունը իմ կարծիքով, ոչ հայերեն։ Ուզում եք ավելի շատ իմանալ, այդ ցանկացած քաղցը, բանը, քաղցը, սակավությունը քաղցը ստեղծում էլի։ Այո։ Ուրեմն ինչ պիտի խոստովանեմ, առաջին անգամ որ դիտեցի Առնկոմեդին, Ոստի վախ, այս տղաները ինչ որ հետարքիր գյուտ են արել, որոշել են, որպեսի չլանք, եկեք խնդանք։ Ու այդ ինտերպրետացիայով հորինել են այդ հիանալի ծրագիրը։ Ճիշտ եմ ընկալել ձեր մտահղացումը։ Նույնիսկ չի ծրագիրը մենք հորինել ենք, որովհետև նմանատիպ ֆորմատներ եւ Ամերիկայում եւ Բրիտանիայում տենց 80-ականներից սկսած իրականում ճիշտ է շատ գոյություն ունեցել են, բայց այն ընկալումը Հայաստանի եւ այն մատուցումը մեր պրիզմայով, հայկական պրիզմայով, հա, երևի այդտեղ ավելի շատ գյուտ է։ Այդ քո ասած բանը, սանիտար, հա, պոլիտիկի։ Դե, հա, մանավանդ, ցենց ասեմ, մենք 11 թվականին ենք սկսել ու այն վաղ տենց ոչ բոլորի համար էր ակնհայտ, որ այդ սանիտարը պետք է, մինչև տենց շատ ակնհայտ չդարավ է։
Ես անձամբ քաղաքականությանը հետևում եմ միայն ձեր պրիզմայի հետևից, որովհետև այլ կերպ ֆիզիկապես չեմ կարող ուղղակի։ Զգում եմ, որ ծերանում եմ, Մենք էլ զգացինք, նյարդայնանում որ եմ։ նորմալ մարդիկ կունենան այդ կարիքը։ Այո, adekvat մարդիկ Այո։ ունեն այդպիսի կարիք։ Եվ քանի որ խոսեցինք ակունքներից, որ արդեն շատ վաղուց եք դրանով զբաղվում, այդ ճակատագրական հանդիպումը Սերգեյ Նարեկ երբ տեղի ունեցավ կամ Նարեկ Սերգեյ 2000 որ թվին եմ ընդունում 1 թվին ուրեմն սաղ սկսեց նրանից Սերգեյը մի կուրս թե 2 կուրս չեմ հիշում 2 կուրս ոնց էր բարձր էր դա որ ինստիտուտն է Բրյուսելում եք սա հա ու ես բանի վրա բանի վրա սեղանիս վրա փոքրիկ վանդալիզմով էի զբաղվում նկարել էի Բարթ Սիմփսոնին որովհետև շատ էի սիրում Սիմփսոնները ու Սերգեյ աղբոր ընկերներից մեկը տեսավ ասեց մեր Գուրիկի աղբերն էլ է շատ սիրում Սիմփսոնները, ասա, երկրորդ մարդը կա Հայաստանում, Սիմփսոնները սիրում, հա, ու հիշում եմ, ասես շատ տարօրինակ իմ համար ֆրազ ասեց, նույնիսկ ասում է Սիմփսոնների երեկոներ է իրանց տանը կազմակերպում։ Վաու։ Ով է Սիմփսոնների երեկոներ կազմակերպող այդ մարդը, հա։ Հետո Ծիմացիչկը թանուր ընկեր ունեինք դաշնակար, որ տենց Beatles-ի երեկոներ էր անում, չէ, rock and roll, jazz բաներ էր, միջոցառումներ էր անում ու տենց Էդոյի շնորհիվ տենց կարելի ասել ծանոթացանք ու տենց բացահայտեցինք, որ լիքը ընդհանուր հետաքրքրություններ ունենք Սիմփսոններից սկսած երաժշտություն եւ այլն եւ այլն։ Հա, իսկ արդեն համագործակցելու այդ ոնց որ կոնտակտը անընդհատ ցանկությունը կար ինչ որ բան անել, առաջին անգամ երբ որ ինչ որ բան ռեալ արել ենք, տենց 2006 թվին արդեն կար Կամեզի կլաբը, ու մենք ասես նայում ենք, ասեցինք արի մասից բան փորձենք անել։ Ու ամենաառաջի բանը եղավ մեր տանը, մեր, չգիտեմ, 7-8 ընկերների համար, ինչ-որ բաներ գրեցինք, տես լրիվ տես Կամեզի կլաբի ֆորմատով տան մեջ, բառացիորեն հյուրասենյակում տես ինչ-որ արեցինք, ինչ-որ ծիծաղում են, ինքը տես մեր համար փորձ էր, որ օքեյ, նու ոնց որ թե անկեղծ էին ծիծաղում, մյուսը ստոպ ակումբում դրեցինք, արդեն երևի 2007 թիվներ, ու 2.5 ժամանոց մի հատ ծրագիր են գրել, որ ռևիզոր էր էլի այդքան երկար, հա, բայց այդտեղ արդեն մարդիկ եկան ու ինչ որ տոմս արան, որ գան, sense ավելի մեծ մեր ընկերները չեն հենց, sense ավելի էլի ընկերներն էին, բայց մի քիչ ավելի շատ էլի, հա, ու տենց այդ ոնց որ տես պարբերական դարձավ, որ տարին մի երկու անգամ նոր ծրագիր էին գրում, անում էինք ու անդադ ուզում էինք այդ հերոստա ֆորմատում էլ ինչ որ բան անել, ու դա տենց շատ երկար տևեց մինչև դա։ Մինչև հասակ էս։ Իրականացավ, հա, որտեվ ամենտեղ տարբեր պատկերացումներ էր որի մասին եւ ինչը կարա աշխատի, ինչի կարա աշխատի, հիմնականում ամենամեծ խնդրեմն է, որ այդ հերոստա պրոդյուսերներ եւ ոչ մարդիկ, որ X տարի հերոստա ընկերությունները ժամանակի հետ կարծրանում է մի քիչ մտածելակերպը ու շատ բոլորին մոտ չէ էլի, որտեվ ի վերջո մենք գտանք Արտակ Ալեքսանյանին, ով լրիվ հասկանում էր այդ ֆորմատը, հա, բայց շատերի մոտ այդ բանը, որ sense բան, այս ինչ որ իմ տեսած ոչ մի բաների նման չի, հետեւաբար չի կարա աշխատի, էլի, մի քիչ այդ մտածելակերպը տենց կարծրացած է ու միջև հիմա ես դա զգում եմ, էլի։ Ու դեմոտիվացնում է մարդու։ Դե ոչ թե դեմոտիվացնում է, հա, էլի, տենց ինչ որ մարդիկ էին, որ տենց չէին էլ պատկերացնում որ դա կլինի, հետեւաբար դա չի կարա լինի, էլի։ Ինչ դեռ ինձ թվում է բան, էլի, տենց 10 քանի տարի է գնում, ոնց որ թե ապացուցեցինք, որ աշխատում է, էլի, հա։ Հա, դե սկեպտիկներ կլինեն հաստատ Նարեկ ջան։ Հա, բայց հերոստա պրոդյուսերի բանը, օրինակ ես էլ եմ մեր spin agency-ին որոշակի պրոդյուսերական դեր տանում, նաև այդ բանը տեսնելն էլի, որ մարդը գալիս է, հետաքրքիր բան է պատմում, մի քիչ պիտի դու էլ վառվես դրանով, էլի, ոչ թե ասես մի անգամից քրտ ասես դու չէ։ Դա չի աշխատի, որտեվ ես տենց բան չեմ տեսել, օքեյ։ Ավելի անհետեթ բացատրությունը գոյություն չունի։ Այո։ Ես չգիտեմ ճիշտ տեղեկություն ունեմ, Նարեկ ջան, երիտասարդ ուսանող տարիքում Elvis մականուն ունեիր։ Այո։ Ճիշտ է, փաստորեն։ Այդ հետո որ կադրից դուրս քեզ պատմեմ այդ տեղեկությունը, որտեղից է հասել։ Դու շատ կզարմանաս։ Բայց մի րոպե։ Պատմեմ։ Պրոդյուսեր որպես բան էլի, մասնից դերը վերցնում, բա հենց էս այն կեղտը նայած որտեղից, հա։ Չէ, կեղտը չի, լավ, ուրեմն բանը, ուրեմն շուն կոնտենտ էլի, որը պետքա տալ, հա։ Շուն մի թողեք եթերից հետո։ Շատ հաճույքով ես կկիսվեմ, в принципе, եթերում է։ Ուրեմն երբ
եղբորս հետ կիսվում է, եղբայրս ի դեպ քո տարիքի է, քեզանից մի 2-3 տարի երևի մեծ, երբ կիսվեցի ով այ իմ հերթական հյուրը, ասեցի Նարեկ Մարկա, հա Էլվիսը, ասում դու Նարեկին ճանաչում ես, Ով է։ Չի ասես, գիտես, տենց անձամբ մենք չենք ծանոթ եղել, բայց մի շրջան կար, որ մենք գալիս էինք շատ հաճախ Հավաբուն, Նարեկը երևի այդտեղ էր ապրում եւ ինքը ուներ այդպիսի սանրվածք, եւ Դա ուղղակի ծնողներիս օֆիսներ է թվերին, ահա, հա, իրենք ենթադրել են, որ այդտեղ էիք ապրում։ Փաստորեն, լավ, հիմա Ռասուշ Էլվիս, Ռասուշ այդ սանրվածքը, հա, ռոք, ջազ, թե ռեփ։ Իմ համար ռոք երևի առաջնահերթ, բայց երեքն էլ հա, ես ունեմ իմ նախընտրածը, բայց հա, ամենա ամեն ինչ, չասենք ամեն ինչ, բայց հա, ռեփի մեջ է շատ լավ սիրված բաներ ունեմ, ջազի մեջ էլ։ Հա, բայց իմը ավելի շատ տենց կլասիկ ռոքն է, բլյուզն է։ Հա, բայց իմինը Էլվիսա մանիա Էլվիսա սենց սեր կոնկրետ առանձին կար։ Դե հենց առանձին, հա, որպես չէ, դե հա, ես մինչև հիմա շատ մեծ կոլեկցիա ունեմ ու հավաքում եմ տենց նոր բաներ, որ միշտ ոնց որ մեծ համակրանք ունեմ իր արվեստին, որտեղ մարդ ա եղել, որ ամեն ոճի մեջ իրանց sense ձուկը ջրում ա զգացել, մարդ ա եղել, որ փոխել է ժամանակակից աշխարհը, էլի, հիմա մի քիչ դժվար է դա պատկերացնել, բայց այն ինչ որ ինքը արել է, այնպիսի ուժեղ հեղափոխություն ա եղել, որտեղ մի քանի հեղափոխություն իր հետևից բերել է, էլի, անսահման տաղանդի տեր մարդ ա եղել, բայց նենց չի որ տենց մի բանի վրա եմ խորացած, հակառակը ես իր միջոցով բացահայտել եմ Mississippi Delta blues-ը, իր միջոցով բացահայտել եմ ջազը, իր միջոցով country-ն եմ բացահայտել, այսինքն ինքը տենց արտիստ է, որը քանի որ շատ բազմաժանր է, դու իր միջով sense ամեն ինչ իմանում ես, էլի։ Հա, sense ինչ որ ձայնն էլ տանում է, չոր այլ աշխարհներ ա տանում, այդ երանգները իր ձայնի։ Նարեկ ջան, կինո թե թատրոն։ Կինո, թատրոնը ինձ թվում է Հայաստանում լավ չի արվում, նենց չի որ կինոն լավ արվում, բայց կինոն մենք հնարավորություն ունենք տեսնել համաշխարհային, իսկ թատրոնը Հայաստանում չունենք այդ հնարավորությունը։ Չգիտեմ, ամեն անգամ որ ես գնում եմ, տեսնում եմ որ բան կարելի է շատ ավելի լավ անել։ Ինձ թվում է մենք մի քիչ մեզ փչացրել են նրանով, մենք չափազանց շատ թատրոններ ունենք ու իրանց մեջ այդ կոնկուրենցիան sense ինչ-որ լճացման փուլում է, ոնց որ ամեն մեկը իր փոքր լսարանն է հավատարիմ ձևավորում ու չի փորձում այդտեղից դուրս գալ։ Իսկ որ թատրոնների քանակը կիսենք, այ իսկական կոնկուրենցիա կսկսեր ու կփորձեն sense իսկապես լավ բան անել, ոչ թե ինչ-որ տրենդային բան անել, հա։ Մենք այդ երկու ծայրահեղություն կա, ինչ որ փորձված կլասիկան, որը այսօր խաղում են ճիշտ ոնց որ չգիտեմ 30 տարի առաջ են խաղացել, կամ էլ ինչ որ տենց Instagram-ի մասին ինչ որ տենց բան գրել, որ տենց արագ sense վիրուսային ինչ որ հանդիսատես հավաքել բան ու վերջ, էլի, բայց այս ինձ մոտ այս ոտից գլուխ պետքա փոխել, որ չլինեն թատրոնում հաստիկով դերասաններ, որտեղ դա սպանում է, որ դուք ընտրում եք ոչ թե դերասանին, ով որ ամենահամապատասխանն է տվյալ դերի համար, այլ դերասանին, որը ձեր մոտ աշխատում է, ինչ որ ժամերի բալանս ունի, այս սաղամի ինչ ինքը լրիվ նույնը բուհական համակարգում է, էլի, այդ ոնց որ սովետը քանդվել է, բայց սովետի մետաստազները մնացել են եւ եթե այն ժամանակ գուցե դա ինչ որ ձև հիմնավորված էր եւ իր բացատրությունը ուներ, հիմա ոնց որ այդ հիմքը չկա, բայց ձևը մնացել է։ Դրա համար ես ոտից գլուխ, ես թատրոնները կկիսեի, քանակությամբ սա 50%-ը կփակեի ու այն մնացածին կստիպեի որ լավ աշխատեն, որ դոտացիայի վրա չլինեն, այլ այնց իսկականից տպավորիչ բաներ անեն։ Ինչ լավ օրինակներ կա, էլի, օրինակ, չգիտեմ, մանկական բանը, որ տեսնում օրինակ Սունդուկյանը ինչքան այդ մանկականները փորձում լավ անել, ինչ դրական բաները այդտեղ տեսնում ես, որ փորձում են կոստյումները, դեկորացիաները մի քիչ ավելանել, բայց ֆիերան չի կատարվում։ Չկա, այդ էլի ինչ որ մոխրոտիկն է, որը չկա այդ նոր պիեսը, էլի, որ հայկական է ու լավն է ու ժամանակակից է ու մարդկանց իսկապես ի սրտե դուր է գալիս, էլի։ Այո, համաձայն եմ։ Դե քանի որ կինո անորան դիտել ես եւ ես հենց մի 20 րոպե հետո ասեցի մոնտաժի համար Օսկար ստանալու ստացավ։ Հենց շատ հպարտում եմ իմ կանխատեսումով։ Ինձ շատ դուր եկավ։ Դուր եկավ։ Այսինքն ինքը քո կարծիքով տենց 100%-անոց Օսկարագիր էր։
դե ում մեջ ենք նայում, ախր Օսկար գրագիրը նույն սուբստանցիաներ, չէ, այդտեղ գլոբուս շահել բայց սուբստանցիա կինոն մոտավորապես ժամ 20 րոպեից մոռանում է ինքը ինչի մասին է։ Ինքը շատ լավ սկիզբ ուներ եւ բոլորովին լղոզված ավարտ ուներ։ Իսկ անորան այդ առումով շատ ավելի հստակ էր ինչի մասին է եւ ուրա տանում էր, ինչ որ այնտեղ խնդիրներ չկար, բայց ընդհանուր առմամբ, եթե այդ երկուսն ենք համատում, այդ երկուսից անորան պետք է ստանար։ Okay, բայց ես սրտանց օրինակ Օսկարը կտայի Զարուլ վտորով պլանը մեր տղեկին։ Վաչեին, թե կարելի։ Վաչեին Դե առաջինը։ չեն կարող երկուսին էլ տալ։ Եթե նախընտրում եք, ուրեմն Վաչեին, միանշանակ Վաչեին։ Ասկի Յուրը Բարիսովը չի գվում, չի բվում ընթացքում համարյա։ Պարզա մենք տղեկի համար ավելի շատ ենք բանում, բայց ինքն էլ էր լավը։ Ու այդ փոքր հասկանում ես։ Փոքր կազմը ինչ որ կարծել են անել, իսկականից հրաշքեր, որտեղ ասում 40 հոգանոց կազմ ա եղել էլի, հիմա ու փոքր բյուջեով։ Հիմա որ խորանանք, այն մեր վատ պիեսներն էլ 40 հոգի կազմ ոնց էլ լինի կունենան, չէ։ Ես շատ հավանեցի Օլիգարխին Սիրբրիկովին, որ սենց Մաման էլ էր լավը։ Մաման էլ, որը միշտ ուրիշ ամպլուաներում ա եղել, հա, բայց Սիրբրիկովը Պողպատ էր էլի։ Պողպատ է, այս մարդն էլ աբսոլյուտն նորելի ոճով էր այստեղ հանդես եկել էլի, սենց ինչ որ կողքից հոգնած, սենց ծանրաբեռնված, դաժան կյանք ունեցող օլիգարխ էր էլի, հետաքրքիր էր ինձ համար, հետաքրքիր էր։ Լավ, ուրեմն անցնենք հեքիաթներին, քիչ-քիչ արվեստի բոլոր մշակույթներին անցնում ենք, մոտենում ենք հեքիաթին, ասում ես, որ Կարլսոնն է քո սիրած հեքիաթը, ամենասիրելի հեքիաթը։ Չեն, որպես հեքիաթ չէի բնութագրի։ Ինչի՞ իրան որպես հեքիաթ բնութագրում։ Ինքը մանկական, ինչպես ուզում ես բնութագրի։ Ինքը իմ գրքում սենց գրած է։ Սկազկի Աստրիդ Լինդգրեն։ Եվ հա եւ չէ։ Դե եթե գրում է։ Ինձ թվում է սկազկի ձևակերպումը այտենց առնվազն մի քանի դար պետք է անցնի, որ կարողանաս բանը։ Դե սկազկի ասում բանը դնես էլի, կնիքը դնես։ Չէ, որպես բան Աստրիդ Լինդգրենը այտենց մանկուց իմ սերն է ու ինչ հնարավոր ա եղել կարդացել եմ, մասնավորապես Կարլսոնը երևի առանց չափազանցնելու 100 անգամ էլի, որովհետև շատ էի սիրում ու ամեն անգամ ձայնով բարձր ծիծաղում էի էլի այդ գիրքը ընթերցելուց ու նույն այդ ֆանտաստիկ հումորը, այդ բարիությունը, որ ինքը տալիս է, իր բոլոր ստեղծագործություններում կա ու այդ ոնց է ինքը միշտ կարողացել այնց երեխայի տեսանկյունը այդքան ստույգ փոխանցել, այդ իր ֆենոմենը հենց դրանում է էլի, որտեղ որ մի քիչ մեծանում ես ու տենց իր մյուս ավելի տենց որպես մարդ ես բացահայտում, էլի հասկանում ես ինչ մեծ անձնավորություն ա եղել, հայտնի նամակ ունի երեխաների հետ կապված, որը տենց հասկանում ես, որ ինչ հզոր ինտելեկտ ա էլի Կարլսոնի հետևում կանգնած։ Այո։ Իսկ քո մանկական գրքի գլխավոր հերոսը ով է։ Արեգը։ Պատմես այդ քո գրքի մասին։ Չէ, զենա դեռ բանանել, Երբ ա լույս տեսնելու Նարեկ ջան։ Ոնց որ արդեն պայմանավորվածություն ունենք եւ իրականում ես եմ ձգձգում ժամանակին տենց հակառակ կողմից էի գնում, սկզբից հրատարակչին էի տենց փնտրում բան, հասկանում էի արժի ընդհանրապես սկսել թե չէ, ոնց որ այնքան այդ հերոսներին սիրեցի, որ հարցը ինքնըստինքյան դուրս եկավ։ Հիմա ոնց որ հրատարակիչը արդեն կա, բայց ես եմ ձգձգում, որովհետև անդադ ինչ որ պրոյեկտներ են, ֆիլմեր, սերիալներ, մի քանի ամիս սերիալի վրա եմ աշխատում, որտեղ ժամանակ չի լինում, բայց հենց նստում եմ, տենց հա գնում եմ, հա առաջ գնում եմ, զուգահեռ ես իրան որպես տրիլոգիա եմ տեսնում, տենց երկրորդը, երրորդը պլանավորելով։ Ինքնս 4 ընկերների մասին է, որ սովորական Երևանյան Բաքում են մեծանում ու հանդիպում են 5-րդին արկածային փորձում եմ ինձ հիշել այդ տարիքում մաքսիմալ, որպեսզի այդ նույն պարզությունը, նույն այդ պարզությունը էլի, որովհետև հա, այդ ֆանտազիորը անպայման, բայց ամենակարևորը, երբ որ երեխա ենք, այդ ամեն ինչը ոնց որ չուներ այն ենթատեքստերը, որ այտենց ընդունված է դնել, էլի, կոպիտ ասած ծիրանի ծառը իր բարձանում, որտեվ ուզում էիր բարձրանալ, ուրիշի ծիրանի ծառը իր բարձանում, որտեվ այդ բանը կար էլի, որ հետո կարողա փախնես, հետևիցդ գորգորան բան, հին ամեն ինչն այնքան sense շիտակ էր էլի, ոչ թե այնպես ինչ-որ առանց բան անելու, առանց շատ մտածելու, իսկ ինչ ենք մենք սրանով ուզում ասել եւ այլն եւ այլն։ Իհարկե դա էլ կա, ուզում եմ որ դրական հետ կտողնի երեխեքի վրա, ովքեր կկարդան, ուսուցողական լինի, բայց ոչ
զվարճանքի հաշվին։ То есть մեկը ամենաառաջի տեղում պետք է լինի զվարճանքը, որովհետև եթե երախոն ձանձրալի է, ինքը ուղղակի չի կարդա ու այն հզորագույն մեսեջը, որ դու 150-րդ էջում ունես, կարող է չհասնի։ Ուղղակի չի հասնի։ Հավանական է, դրա համար ես սկսում եմ դրանից, որ պետք է շատ զվարճալի լինի, որ կարողանաս, որովհետև նույն Կարլսոնը որ կարդում ես, շատ հեշտ է քեզ պատկերացնել իր տեղը, հա, Մալիշի տեղը, ու մանավանդ ես միակ երեխան էի, ու ավելի հեշտ է պատկերացնել, էլի, ու այդ է, էլի, որ քեզ թույլ է տալիս դու քեզ դնես այդտեղ ու դու դառնաս այդ հեքիաթի հերոսը, ամեն գիրք չի, որ այդ ազատությունը քեզ տալիս է։ Ու առաջացնում է այդ հետաքրքիր ֆանտազիաները։ Իսկ տղատ ունի հեքիաթային ինչ-որ սիրված հերոս։ Հա, այդ թվում եւ Կարլսոնն էր տես շատ ոգևորությամբ վարակել ես։ հա, հիմա այդպես Հարի Փոթերը երևի ավելի շատ, տես ինչ-որ բան կա։ Վտվտիկի օրագրերը կա տես մի հատ շարքա գրքերի, այդ էլ է տես շատ մեծ էնտուզիազմով կարդում եմ։ Այո, քանի տարեկան։ Ու ինձ էլ է իդեպ դուր գալիս էլի, մենք միասին ենք կարդում, այնքան շատ հավես բան է, 8 տարեկան է։ 8 տարեկան, ահա։ Դու նշեցիր մի անգամ, որ քո ամենամեծ մոտիվատորը քո տղան է։ Իսկ ինչով է մոտիվացնում, ինչպես է մոտիվացնում քեզ։ Դե ամեն ինչ ավելի sense հստակեցնում է, էլի լինում է, չէ՞, տարիք, որ դու ինչ որ բան անում ես, բայց այտենց կամ ավտոպիլոտի վրա ես անում, կամ այտենց անում ես, որովհետև բոլորն են անում, այտենց աննպատակ ինչ որ տարբեր փուլեր ելնում է, էլի, սովորաբար այդ դեռահասությունն է եւ մեկ էլ են որ այտենց ընտանիք չես կազմել, բայց արդեն աշխատում ես, բաս, ես մի հատ պերիոդ կա, ինքս ամեն ինչ sense շարում է իր դարակներով, էլի, որ հստակ գիտես, որ ինչ անում ես, ում համար ես անում եւ ում ես ուզում օրինակ ծառայած լինես։ Ոնց որ սա կյանքի բաները մարմնավորվում են միտեղ։ Օրինակ, կարող է քննադատի քեզ բարձրաձայն։ Հա, իհարկե։ Ու դու դրան շատ լավ վերաբերվում ես։ Մենակ դու ողջուն ես, որ մարդը կարծիք ունի ու արտահայտում, հա, որովհետեւ այնքան մարդ կարծիք ունի ու չի արտահայտում։ Գիտես, քիչ մեզ մոտ այդ կա ընդունված, հա, այդ հին օրենքներով, որ հայրիկին չհակարդ ճառել, չպատասխանել եւ այլն, այստեղ սահմանը շատ զգայուն սահման է, էլի, այդ սահմանը ինչպես է անում, որ դե նենց է, հա, էլի, կարծիք ունենալ ու ամենաթողությունը նորից տարբեր բաներ են։ Իսկ քո ստեղծագործական գործունեության հանդեպ ինչ-որ կարծիքներ արդեն ունի։ Դե հա, գալիս է ստենդափներին գալիս է, սերիալը իր հետ նայում է, ավելի լավեր են, ես էլ եմ տես հետևում ինչի վրա ինքը ծիծաղած, ինչի վրա ինքը չի ծիծաղած, ման, այդ ամեն ինչը կարևոր է։ Համ էլ մեր Tech Startup սերիալի մի էպիզոդում նկարեցինք իրան, հաստատ այն բանով չէ, որ տենց իմ տղեն է բանց բան անենք, այլ ուղղակի որ անդադ տեսնում ես իր այդ համ բնական ձգտում որ ինչ-որ բան անել, համ եւ օրգանիկ դա անելը, որտեղ օրինակ կինոյում հենց երեխեքի վրա ամենահեշտն է, էլի երևում։ Երեխեքը տենց չի լինում, որ տենց մի քիչ վատ են խաղում, մի քիչ լավ են խաղում։ Երեխեքը կամ շատ լավ են խաղում, կամ вообще չեն խաղում։ Այո։ Հա, դրա համար բան էլի, ես էլ մանավանդ շատ խիստ եմ նայում այդ բաներին, տես ինքը որ սազեց, մանավանդ այս կերպարն էլ էր բան, իրանց այս բաներին, ինքը մեզ հաճույք ստացավ process-ի։ Նաև մի քիչ իլյուզիաներն էլ բան արեցին, որովհետև դեդ էլ տեսա որ իրական բավական դժվար է էլի նայում ես քեզ թվում է հեշտ է հասկացավ այդ ամեն ինչի դժվարությունը մանավանդ մի հատ էլ մանկական ֆիլմ եմ գրել որի վրա արդեն նկարվեց ֆիլմը ծմրանն է էկրան դուրս գալու Գորկի Կիրակոսյանի նոր ֆիլմը որ կոչվում է Մոլորվածը որի մանկական է Կոմեդիա տղաս այնտեղ շատ փոքր մի հատ դեր ուներ, բայց էլի այդ շատ փոքր դերը խաղալու համար երկու մի ամբողջ օր, մի քանի վայրկյան կադրում լինելու համար լավ որ տենց հասկանում է, էլի որ հա, փաստորեն որ այս 10 վայրկյան ստանաս, պետք է առավոտը 6-ին գնաս եւ գիշերը 8-ին վերջացնես։ Պիտի աշխատես, պիտի ջանք գործադրես, այո։ Սերիալը հիշատակեցիր 8 սերիա է, չէ՞։ 8 սերիա առաջին սեզոնը, իրականում հույս ունենք, որ կշարունակվի։ Մի փոքր սփոյլենք, էլի։ Դե հայկական ստարտափի մասին է, որտեղ 3 ընկերներ արհեստական բանականություն են ստեղծում, լիքը գումար են ստանում որպես ներդրում ու հիմա պետք է մեծանան։ Այդ մեծանալու հետ լիքը խնդիրներ է գալիս, սկսած նրա հետ, որ նոր մարդիկ պետք է ընդունեն, իրար հետ յոլա գնան, սիրային բան է եւ ի վերջո արհեստական բանականությունը, որը շատ
տարբեր ծավալների վրա տարբեր ձև է իրան դրսևորում, իրար բոլոր ժամանակակից խնդիրներով, որ առաջանում են։ Ու էլի շատ բաներ, որ ինչ որ բաներ որ գրել էինք, մեկ էլ այդ խնդրից իրական AI-ի հետ էլ եղավ ընթացքում կամ եւ հակառակն էլ եղավ իրական AI-ի խնդիրներից մեկը մենք բերեցինք մցրեցինք սերիալի մեջ։ Այսինքն շատ երկար սրան գնացել է։ Ժանրը ինչպիսի ժանր է։ Հիմա արդեն նայելով sense կլիրում կարող ասել լիրիկական կոմեդիա, հա, որովհետեւ Հովհաննես Ղազարյանն ինքը այնպես լիրիկական նկարող ռեժիսոր կարողանում է այդ մասը ուժեղ տա։ Սերգեյ խաղում է, չէ՞։ Սերգեյ խաղում է, հա, ինքը կարողանում է էլի բանանի այդ լիրիկական բանը կոմեդիային տա ու արդյունքում այնպես լիքը տեսարաններ ունենք, այն որ ով որ նայելա բանը, որ այն որ լացելու ու ծիծաղալու եզրին է, էլի, հա։ Ահա, այդ հետո հեչ չէի սպասում, որ Հա, ես էլ չէի սպասում, դրա համար է, որ իրանց արտիստիկ տեսանկյունով մարդիկ են միանում թիմին, հա, կերպարներին, հա, ասենք ես ու Սերգեյի գրել էինք, բայց հետո գալիս է ասենք մի դերասանը, մյուս դերասանը, երրորդ դերասանը, ամեն մեկը այդ կերպարին իր յուրահատկությունն է տալիս ու ինքն ենք, ասես կարելի անել, էս որ արեց, այսի շատ ծիծաղալու, ափսոս սրանից քիչ ենք գրել։ Դրա համար միշտ ցանկացած այդ սիթքոմները, կոմեդիաները երկրորդ, երրորդ սեզոնից նոր sense ընկնում են իրանց են ամենալավ հունի մեջ, հա, դրա համար sense հիմա ձեռներս քոր է գալիս, էլի երկրորդ սեզոնը գրել, արդեն Wink on-line կինոթատրոնում առաջի սերիան հասանելի է, շաբաթը մի սերիա ավելանալու։ Շատ ուրախ եմ, շատ հաճույքով սպասում եմ իմ տպավորություններին անձնական։ Մերսի։ Նայեք ջան, բայց մի հատ էլ լուրջ գիրք ես, չէ՞ գրել։ Ես լուրջ գիրք չեմ գրում։ Մեծերի համար։ Մեծերի գիրք, բայց լուրջ իրան չէի բնութագրի, հա, այդ ավելի շատ դրսի լսարանի համար է, անգլերեն է, Հայաստանի մասին, բայց այդտեղ մի հատ ստոպ ունեցա այս վերջի իրադարձությունների հետ կապված, ասենց հա ուզում եմ այդ նույն էնտուզիազմը վերագտնեմ, որով այդ գիրքը գրում էինք, այդպես ոնց որ պատմում է Հայաստանի մասին այլ մոլորակայինի աչքերով, էլի, այնտեղ այդպես կենտրոնական հերոս, այլ մոլորակային է։ Ուղղակի շատ բաներ շատ ուրիշ են եւ մարդկանց ընկալումն է շատ ուրիշ ու չգիտեմ էլի sense առաջ անգամ տես տворческий кризис ամոթս հա այսինքն դեռ ավարտված չի հա ինչ որ միտեղ ոնց որ ահագին տես երևի մի 70%-ով ավարտված էր հետո այս ամեն ինչ որ տեղ ունեցավ չեմ պատկերացնում որ կետից եւ արդյոք պետք է մեդել տենց որտեվ այն ժամանակ անդարդ ապրում էինք էլի մեծ հաշվով ու տենց երկրորդ հայացքը ասած սկսել ես երբ գրել 17 երևի թվականին հա շուշ բաներ էլի կարելի էր այդ ինքնահեգնանքով Հայաստանին սես բաներ շատ լավ էր ես հիմա վստահ չեմ որ այդ աստիճանի ինքնահեգնանքը որ այդ գիրքը սա դրա վրա է էլի կարծած որ մենք մեր վրա ենք ծիծաղում գուցե հիմա ժամանակը չգիտեմ դե էդ էլ եմ լսել որ դիվանագետ էր երազում դառնալ երիտասարդ ժամանակ հիմա դե պատկերացնենք որ դարձել ես ինչ կփոխեիր կբերի մարդկանց ովքեր գոնե ինչ որ աղերս ունեն եւ այդ աշխատանքի հետ որովհետեւ ես հիմա ինձ վաղ որ ասեն դե արի աշխատի չեմ համաձայնվի որովհետեւ ես կդառնամ այն նույն բանը ինչը քննադատում եմ որ երեք ուրիշ բանով նշանից ես այնպես չի որ շատ ուրիշ բանով ի վերջո իմ մասնագիտությունը երկրագիտություն էր ես նույն ԱԳՆ-ում պրակտիկա եմ անցել արդյունքում են մարդկանցից ովքեր հիմա ղեկավարում են ագին ավելի մոտ եմ բայց այդ պատասխանատվությունը ինքը փորձ է ենթադրում այո դու պետքա ոնց որ ճանապարհ անցնես որ կարողանաս երկիրը այդտեղ ներկայացնես շկոլա անցնես ինչպես ասում էին հա չէ շկոլա անցնես հասկանաս դա ոնց է արվում եւ ի վերջո այդպես մի հատ բան եղավ էլի երկրի ղեկավարի ու դիվանագիտական կորպուսի պատկերացումները թե Հայաստանը ուր է գնում իրանք տես լրիվ տարբեր ուղղություններ էին մի բա ու հետո այն շատ քիչ մարդիկ ով հասկացան որ այդ պայմաններում չեն կարող աշխատեն իրանք դուրս եկան իսկ այդ նշանակում որ լրացրեցին ուղղակի ավելի ոչ կոմպետենտ եւ ավելի հավատարիմ մարդիկ ու հիմա տես ոնց որ թե նույն ուղղությամբ են նայում կամ առնվազն ոչ ոք չի բողոքում իսկ եթե բողոքում են ներսից սպսալով ինչ որ կուլուարներում կամ ճաշարաններում դե վատ նորություն ունեմ այդ ոչ մի օգուտ չի տալու ոչ մեկիս չգիտեմ ինձ թվում է արժանապատիվ կներ դուրս գալ ու այդ բան չկա բա որ մենք էլ դուրս գանք ոչ մի
փաստորեն արժանի մարդ այնտեղ չի դրա մասին կարելի է ինչ-որ վիճել 19 թվականին, գուցե ինչ-որ մինչև Մինչև 2020 թվականի պատերազմը։ նոյեմբերին էլ երևի ինչ-որ կարելի էր, որտեղ ինչ-որ քրիտիկական բան էր ու բոլորը մի հատ sense պրարիվ էին ակնկալում, որ պետք է օքեյ, այս sense անենք, որ լավ լինի։ Հիմա երբ հասկացել եք, որ ոչ թե այդ պրարիվը չի լինելու, ոչ մի տենց կառուցողական դաշտ մեր արտաքին քաղաքականությունից չի գալու, այնտեղ մնալը տենց ուղղակի ամրապնդել է այն մարդկանց, ովքեր այնտեղ տենց արդեն արմատները թողեցին ու ոնց որ իրենց թիմակիցն եք։ Եթե առաջ ես կարամ մտածեի, այս ինչը շատ լավ մարդ է, բայց ագնում է, բայց ոչինչ լավա որ այնտեղ լավ ոնց որ այդ թիմում եք աշխատում էլի ու դա արդեն շատ հստակ թիմ է էլի որտեվ այն ժամանակ դա տենց չէր ընկալվում երբ որ հա տենց ԱԳՆ-ն էր Զորապ Մնացականյանն էր որը ոնց որ թե պետք է լավ լիներ էլի ոնց sense ասես բոլորը միջև հիմա շոկի մեջ են բայց այդ կուր թիմ չկար ԱԳՆ-ում էլի կար հակառակը տենց որ Նիկոլենք եկել էին ինչ որ մի հատ կառույց որը տենց պրոֆեսիոնալների այդքան էլ չէ, բայց գնում էր դեպի դա։ Ես ինչի հաստատվեցի լավ ինչ-որ ներսից տեսա, ինչ կարգի ամեն գրասենյակ, այդտեղ բաղկացած էր հետեւյալ ֆորմուլայով։ Մի հոգիով որ տես աշխատանքներ անում, լավներ, խելացի էր, եթե շատ բախտդ բերեր 2 հոգի եւ 3-4 սպորտաբույծ, որ մեկը էս ինչի տղեն է, մեկը այն ինչի թորն է, մեկը ինչի աղբերն է։ Տենց իրանց պետությունը իր հաշվին բաներ անում, բայց ոնց որ դա սկսեց շրջվել ինչ որ պահի դիվանագիտական դպրոց հավելացավ, ոնց որ հասկացան, էլի, որ այդ կորպուսը, այդ պորտաբույծ տղեն որ բաներ են, ասենց կանգնում էին այն ժամանակ ավտոկայանատեղի էր, չէ, հրապարակը կհիշեք, նայում էին այդ բալկոնից ներքև, այս մոնտաժները փոխել ես, այս խոսակցություններ էլի, բայց այն մի հոգին որ աշխատում էր, ինքը ստանում էր 45000 դրամ այդ 2006 թվին, որ պատկերացնեք, անգամ 2006 թվին դա չգիտեմ, ընկերուհուդ հետ, նու մի 6 անգամ կարա էր կինո գնայր 45000 դրամով եւ վերջ։ Այո։ Հա։ Բայց պորտաբույսների մոտ այդ խնդիրը չկար։ Իրանք այդ աշխատավարձով չէին, իրանք դզում էր ասել, որ իրանք ԱԳՆ-ում են աշխատում։ Պրեստիժ էր, հա։ Բայց ոնց որ ինչ որ պահի երկիրը հասկացել էր, որ այդ այտենց չի էլի, համ աշխատավարձներն էին բարձրացրել, համ ոնց որ պրոֆեսիոնալներ են ստիպում են ինչ-որ ատեստացիա անցնել։ Բան մեկ էլ այտենց էլի այտենց հեղափոխություն կոչվածը ամեն ինչը բան արեց, էլի։ Հա պրովոկացիոն հարց տամ։ Համակրել ես այս հեղափոխությունների սկզբանը։ Չէ, դե միշտ բանն էր, այդ ժողովրդի ոգևորությունը իհարկե համակրելի է, որ դու տեսնես, որ այդքան մարդ հրապարակում է ինչ որ մի իդեայի շուրջ, հա, բայց այնց այդ պահից որ տեսնես ինչ է խոսվում այդ բանից, էլի, կար պահ որ բացարձակ հիմարություն էր ասվում, բայց կար պահ որ ինչ-որ հուսադրող բան էր ասվում, օրինակ ասում էր որ դե մենք մասնագետ չենք, տնտեսագետ չենք, դրա համար Դարուն Աճեմօղլուն հեսա համաձայնվել է, հեսա գալիս է, իրան կբերենք, ինքը բան կանի, բայց դա բարձվեց այն ինչ որ ողջամտության հատիկներ էին այն ասվածում, դրանք ուղղակի շատ ակնհայտ ստեր էին, իսկ մնացածը հա շատ այդպես բաներ էլի մտահոգի չէր ինչ էր խոսվում եւ ինչ էր բանանում հա դες Սերժ Թանկյանը բոլորիս համար այդպես լավ պուպուշ sense կերպար էր որ ինքը հելավ եկավ հավես էր այդ պահը բայց հետո մենք հասկացանք որ ինքը այդպես շատ աղոտ էր պատկերացնում ինչա լինելու էլի ինքը այդպես ոչինչով ավելի լավ գիտակ չէր քաղաքական process-ներ քան մենք եւ գուցե շատ ավելի մակերեսային գիտելիքներ ուներ եւ չէր պատկերացնում process-ները Եվ դրա համար հիմա չի խոսում եթե նկատել եք այսինքն այդ բաները բայց մի անգամից էլի Ռոբերտ Աբաջյանի fake պապիկ բան ինչ որ այս բաները որ իրանք են առաջի զանգակներն էին էլի որ դի բանի բայց հա ժողովրդի ոգևորությունը երբեմն տենց շատ հավես բաներով որ սարից դες գրուզավիկով ձյուն ենք բերել երբեմն շատ են անասուն դրա դրսևորումներով որ միջև գիշերվա 3-ը սիգնալ են տալիս բայց մեկը դրա մեջ ինչ-որ միասնություն էր դու տեսնում որը լավ էր բայց բարձվեց սխալ բաների շուրջ էր աշուտ չհասկանալու շուրջ էր եւ չուզենալու հասկանալ եւ ինչը վերեց այն հետնից չանցել այդ փուլը Հիմա բնակչության 70%-ը մեծ ջանք է գործադրում, որ ոչինչից տեղյակ չլինի։ Որը մոտ հրաշալի ստացվում է, ամոր ինքը ընտրությունների էլ չի գնում, գուցե ինչ որտեղ փառք Աստծո, բայց իրականում չէ, որովհետև այդ չգնալը միայն գիտենք ինչի է մաթեմատիկորեն գնում է միշտ իշխանության օգտին եւ այլն ու նաեւ կոտրվել է ժողովուրդը այն առումով, որ առնվազն մի քանի սերունդ էլ պետքա, որ ինչ-որ մի հատ
վերելքի ոգի լինի այս ժողովրդի մեջ, որովհետև սաղ տես խափնվել են էլի մեծ հաշվով։ Մեծ հաշվով, եթե ինչ-որ մեկը կոնկրետ ուղիղ պաշտոն կամ անձամբ կամ իր բարեկամով չի ստացել, հաստատ ինքը մտքի խորքում, որ ինքը Արցախը Թուրքին հանձնելու համար չէր այդ օրը հրապարակ գնացել, այդ չէր իր նպատակը։ Լավ, դու գործի բերումով թաթախված ես կամա թե ակամա, հա, հումորի միջոցով, հա, ինչ որ այդ ֆորմատի միջոցով, բայց խորացած ես այս process-ների մեջ։ Դու տեսնում ես ինչ որ ելք կոլապսից դուրս գալու։ Անկեղծ։ Ու այդ ահա որանալ։ Նենց սպասում էի, որ կասես հա, ինչ որ փակագծերը կբացես։ Չէ։ Այսինքն նստում ենք թախտին, սպասում ենք բախտին։ Չկա այն աշխատանքը, որը պետք է տարվի այդ 70%-ի հետ։ Սա աշխատանքը տարվում է या անդիմադիր տրամադրված ժողովրդի հետ, या պրոիշխանական տրամադրված ժողովրդի հետ բոլոր ճամբարներում։ Այն 70%-ին ոչ ոք չի հասնում, ոչ մի բանով։ Դրա համար այդ հույսը չկա, որովհետև երբ որ 70%-ը չի գալիս, իշխանության 10%-ը, որ իշխանությունը միշտ ունի զանգելով, ճնշելով, չգիտեմ, աշխատավարձներ տալով, ինքը դառնում է ընտրությունների արդյունքում 50%։ Դա մաթեմատիկա է։ Հետևաբար ես այդ ելքը չեմ տեսնում։ Ու ամեն անգամ որ ինչ որ մեկը տեսնել արդեն որոշված է, չէ՞։ Բարձա արդեն։ Իսկ բացարձակ ոչ Ադրբեջանին է ձեռնտու, որ ստեն ինչ դրական փոփոխություններ լինեն, ոչ իշխանավորներին է ձեռնտու, որ օրինակ Ռուբեն Վարդանյանը վերադառնա ինչ որ հայտ ներկայացնի, այսինքն եթե ոչ մի շահագրգիռ կողմ չկա, ոնց կարա դա դրական ինչ որ հանգուցալուծում ունենա։ Չի կարա։ Լսեցի քեզ։ Բայց ուզում եմ մի քիչ պոզիտիվ ավելի տրամադրությամբ փորձենք մեր զրույցը։ Չէ, բայց դա կարևոր է, էլի մարդկանց հետ պետք է լուրջել խոսել։ Պետք է երևի իրականությունը մարդ լսի, էլի։ Ես դες ռացիոնալիզմի կողմնակիցն եմ, էլի, ոչ թե դատարկ օպտիմիզմի։ Հա, բայց Նարեկ ջան, դատարկ չէ, բայց ես կարծում եմ, որ կոնկրետ քո մեջ ես ինչ որ օպտիմիզմ եմ տեսնում։ Եթե դու կամ ես դու, արի երկուսից վերցնենք, հա։ Եթե մենք առ այսօր երկրում ենք, այդ արդեն հայրենասիրությունն է։ Այո, եթե մենք այստեղ ապրում ենք, աշխատում ենք, պլատիմ նալոգի եւ այլն, միգուցե ինչ որ հույսեր կան, որ մեր նման էլ հաստատ կան մարդիկ, որոնք տեղերում։ Եկ հույսը դա շուտ էկող սերնդի հետ, որ չի հասցրել հիասթափվել 18 թվականին։ Որտես լավ իդեալներով կդաստիարակվի կգա։ Մի բան ընդհատեցի քեզ։ Դուստրս եւ իր ամուսինը 2 տարի առաջ հրավիրվեցին Գերմանիա որպես լավ ծրագրավորողներ, բայց իրենք վերադառնում են Հայաստան։ Շատ լավ է։ Դա ինձ շատ ոգևորում է։ Շատ լավ է։ Մի կողմից մտածում եմ միգուցե պետք է ասեմ մտածեք, Բալիկ ջան, մի քիչ ծանր թեթև արեք, բայց լեզուս չի պտտվում այդպիսի բան ասել։ Օրինակ կթվար այդքան ինդուստրիալ երկրում ոնց որ Գերմանիան է, պետք է չգիտեմ, օդ ավելի կեղտոտ լինի, առնվազն, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր գյուղատնտեսական երկրում հասցրել են այն վիճակի, որ ռեկորդային աղտոտվածության է եւ այլն։ Այսինքն Հայաստանում մնալը դադարում է գնալով ռացիոնալ լինել եւ մենք արդեն իրացիոնալ պատճառներով ենք Հայաստանում մնում, որովհետեւ սիրում ենք, հա, մեզ թվում է, որ մեր ջուրը լավն է, այտենց չի։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ չէ, օդի մասին էլ արդեն խոսալու կարիք էլ չկա, հա։ Եվ այլն, բայց այդ իրացիոնալ էդ էլ է վատ, էլի, պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի այդ այստեղ մնալը իրացիոնալ չլինի, ռացիոնալ լինի, բայց դու տեսնում ես այդ բաները շատ ռեալ վտանգները գոյաբանական որ կան տնտեսական sense գալիս է տենց ճգնաժամը sense մոտենում է էլի գնալով բայց ոչինչ չի արվում դա կանխելու համար ուղղակի տենց վիճարկում են հա մենք ունենք էկոնոմիկայի նախարար որ տենց գաղափար չունի պետական պարտքը ինչ է էլի դա ոնց որ արմատապես անհնար է դարձնում որ ինքը որևէ լավ բան կարա անի էլի ինքը մանա գալիս որտեղ մի հատ շուստերություն անի, կրուտի տանի, որ բաց հա մենք իրականում տենց ինչ որ լավ ենք արել, չէ՞, դու մարդիկ իրանց այդ տեքստերը կարդալուց կամ լսելուց հետո ամեն մարդ մի հատ սուպերմարկետ է, չէ՞ մտնում։ Ու տեղ է գալիս մեր
տնտեսական իրավիճակը լավացել է, թե Մեր մտածել է, Մոնակոյի վերջ։ գնացուցակները Այո, ռուսները շոկի մեջ էին այստեղ։ անընդհատ են շոկի մեջ շարունակում Ու են։ չմնացին էլ։ Այո, տարբեր կան, էլի ինչ որ Չէ, կան, մնացել են, եթե բայց այն 100%-ից քանակը, որը եկել 90-ը էր, գնացել է, այո, չմնացին։ այո, ճիշտ ես։ Բայց գները չչան իրանց գնալուց հետո։ Այ միակ տեղը որտեղ մենք լավատես ենք, այդ մեր գնային քաղաքականությունն է, Աճը կա, սալատիկների եւ ամերիկանների բանը ինքնս դեպի լավն է միշտ նայում, որ գուցե մի օր էլի տենց 2000 դրամ դարձնենք մի հատ ամերիկանոն էլի, իսկ ցեզերը 5000, բայց չէ էլի։ Նարեկ ջան, դե տես, այս զույգը վերադառնում է։ Իմ ընկերների տղան Բերկլի ավարտեց, փայլուն Ամերիկայում աշխատում էր, վերադարձավ։ Շատ լավ է։ Դե այդ եմ ասում, իրանց հետ է հույսը էլի, որ Հա, մի հատ էս ավելի ողջամիտ մարդկանց բան կգա, որը մի քիչ չի վախենա, որ իրանց կքննադատեն սոցցանցերում, ասեմ, դա լավ ֆիլտր էլի։ Այդպես մի հատ էս շատ իրականում փոքրաթիվ, բայց կազմակերպված բանակ է գործում, որ ոչ ոք ոչ մի այտենց սխալ ճակերտներում կարծիք սոցցանցերում չարտահայտի էլի, որովհետև դες հավաքվում են ինչի վերաբերյալ քաղաքական։ Եվ քաղաքական, եւ ցանկացած էլի, օրինակ շատ թարմ օրինակ եմ բերում, հա, այդ ֆրանսիական հաղորդումը, որ սխալ քարտեզ ցույց տվեց Հայաստանի, որ դե Ադրբեջան էր Հայաստանը, շուտ մի ժամվա ընթացքում ինչ որ մեկը նստեց, սարքեց Photoshop-ից դրա իսկական քարտեզ, որ դե Հայաստանը կա։ Սաղին խապեց, ասեց, չէ, ֆրանսիացիները դա այս քարտեզն են ցույց տվել, իսկ ով որ ասում էր, որ այն քարտեզն են ցույց տվել, դա ռուսամետ, չգիտեմ, ինչ որ sense ուժեր են։ Ու մարդիկ արդեն ոնց չգիտեին, իսկական շատ կիրթ մեդիա գրագետ մարդիկ չգիտեին, հիմա շեյր անենք, որ այս ինչ արել է ֆրանսիական ալիքը, թե այս ինչ որ հերթական ֆեյքներ։ Ու քանի մարդիկ էդի մտածում են ու այդ սկանդալը, որ պետք է ինչ-որ մի հատ դրսևորում ստանալ մարեց, այդ ֆրանսիական ալիքը ներողություն խնդրեց, այսինքն ընդունեց, որ իրանք ցույց են տվել սխալ քարտեզ հանեցին այդ հաղորդումը, բայց այդ ընթացքում իշխանական կայքեր, առանձին ինչ-որ տարօրինակ օկտակտեր էր, ինչ-որ Գերմանիայում ապրող հայ գինեկոլոգ, որը այտենց մեկ է տենց կոնտենտ է դնում, որ էսի չէ, էսի բան Պուտինի կավառնի պլանն էր, որ պետքա այդ չգիտեմ, ինչ որ անհասկանալի ֆրանսիական ալիքի գլխին սարքի։ Կրեմլի ագենտների, Հիմարություն, հա։ Բայց այդ ընթացքում դες հիմա մարդը որ այն առաջի բանը դրել էր, հետո դες կասկածեց իր դրածի մեջ, շնորհիվ էս բանակի, որը այտենց կարծիքներ է բանում, հանեց երկրորդ կասին շատ պետք է ինչ որ այտենց քաղաքական բան պոստեմ։ Մի հատ փիսիկների վիդեո կպոստեմ, լայք կհավաքեմ կամ չգիտեմ, կգրեմ այսօր ծնունդս է։ Ու վсё։ Մարդկանց այդ արտահայտվել այդ կազմակերպված բանը ասես զսպում են, էլի, Սասնա ծռերի ժամանակ մարդիկ վախենում էին ասեն, որ սա տերորիզմ է, մինչդեռ դա դասագրքային տերորիզմ է։ Մինչև հիմա էլ են վախում, որտեվ հիմա սրա տակ եթե մի երկու հոգի նայես, գալու են, ու Սոսնա ծռերին բան չասես։ Տեսեք, բժշկուհուն պատանդ վերցրած մարդիկ եւ ոստիկանների սպանած մարդիկ ինչ որ մեկի դասագրքով տերորիստ չեն, լուրջ։ Բայց այդ բաները տարիուտես որ աշխատում են, էլի ինչ որ մարդկանց վրա, որ ուշում ես կմտածեմ իմ մեջ որ տերորիստ են, բայց չեմ արտահայտվի ոչ միտեղ հանրային, որ ինձ վատ բաներ չգրեն։ Դե իհարկե։ Էդ է։ Ու այդ նույնը կարակ, չգիտեմ, Նիկոլի վրա տանել կարակ ցանկացած թեմայով։ Ոնց որ թե տնտեսական ճգնաժամ է գալիս, բայց եկեք չգրենք, որտեվ կմտնի ինչ-որ մի հատ դիբիլ ու կգրի, որ չես նայում մեր համարյա երկնիշ տնտեսական աճ ունենք ման։ Այսքան միլիարդ է մտել Հայաստան, ու չենք ասում էլ որ այդպես պատահական բախտներդ բերեց Ռուսաստանի սա էքսպորտը սկսեց, իմպորտը սկսեց տեղով։ Պուպուշ ձևանալու չենք Դե չի բարձրաձայն։ Երևալ, պետքա լինել։ Այո, Հիմա Երևալու բայց բանն է։ Երևալու դառնա հիմա։ Բայց Երևալը չի մատերիա չի դառնում։ Ոնց հիմա կա տենց Չի տերմին։ նյութականացվում Երևալը։ Հա, Իսկ չէ, լինելը միշտ նյութականացվում է։ մոդայում հիմա տենց շատ ընդունված տերմին կա ցանցերում բաներում։ Выглядеть дорого։ Հասկանում ես։ Դա արդեն ոնց մտածելակերպ է դա։ Բայց կան մարդիկ, որոնք ուզում են լինել, ինչպես դու ասացիր, եւ դուք ուզում եք լինել ձեր բոլոր արած պրոյեկտներում կոմպետենտ։ Ինչպես նաեւ դուրս եկեք էլ կոմպետենտ ձեր նոր բիզնես պրոյեկտում, որը կոչվում է Spin, որի հետ ես հաճույքով համագործակցում եմ։ Ով է եւ ինչ է Spin-ը։ Սա սկսեց նրանից, որ
երբ որ հեռուստատեսությունում Arm Comedy-ն էլ չէր շարունակվում, շատ բնական պահանջ առնացավ, բա որտեղ նկարենք, հա։ Այդպես ես ու Սերգեյ մեր գործընկեր Երիկի հետ հանդիպեցինք, որը մարքեթինգում մեծ փորձ ուներ եւ մենք էլ ճիշտն ասած Սերգեյի հետ արդեն 19 թվականից ոնց որ մեր փախուստը TV-ից պլանավորում էինք, ես հիմա էքսկլյուզիվ եմ ասում, որովհետեւ հենց այդ մոդելով էլ ուզում էինք շարժվենք, էլի, որպեսզի դինենք մենք արտադրենք մեր Arm Comedy-ն եւ վաճառենք այն ժամանակ հələ մտածելով օրինակ ալիքներին, բայց եւ գովազդային գործակալության լոգիկայով դա առաջ շարժվի, որովհետեւ միշտ սեր եղել է, միշտ ուսումնասիրել ենք շատ եւ այսպես թե այնպես առնչվել ենք։ Ու 19 թվին արդեն ասես լրիվ պլանավորված էր որ պետք է անենք, ու սկսեց կոവിഡ്ը, ու դա ասենք ինչ լավ է դուրս չեկանք, որովհետեւ ամենասխալ ժամանակը կլներ, որը հետո շարունակվեց դե պատերազմով, ման, բայց երբ որ ամեն ինչ արդեն հանդարտվեց, ոնց որ պլանը վաղուց գծած կար, ու ոնց որ ճիշտ հանդիպեցինք ու հասկացանք, որ նույն խնդիրը դուք էլ ունեիք, հա, որ որտեղ բան նկարենք, էլի, իսկ ինչ լավ կլներ, որ ես գամ մենակ նկարվեմ, մնացած ոչ մի բանի հետ գործ չունենամ, հա, ոնց ենք մոնտաժ անում եւ ինչ ենք անում, ու հենց այդ ծառայությունը, որի մասին երազում ենք սկսեցինք բոլորին առաջարկել, սկսեցինք զորացնել մարքեթինգի թիմը, որովհետեւ մեկը առանց մյուսի այտենց լավ չէր աշխատի ու հիմա այտենց ձգտում ենք արդեն դիրքավորել ոչ միայն այն տեղը, որտեղ ոդկասթներ կարող ես նկարել, այո, դա էլ, բայց նաև ամբողջական մարքեթինգային ընկերություն, որը ցանկացած բարդության արշավ, հոլովակ, վիզուալ, խոսքով ամեն ինչ կարող է։ Մենք միակն ենք, դες արդեն մենք եմ ասում, որովհետև սրտանց։ Դա շատ լավ է, որ այդ փաստորեն թիմի լավ ընդունել եք, հա, զգում։ դա իրականում շատ շեյող է։ Միակն ենք։ Չէ, դա ինչ-որ կազմակերպություններ կան, որ այտենց նմանատիպ բաներ արդեն անում են, գնալը ոնց որ շատ անում են, դրա համար ոնց որ պետք է միշտ առաջ լինել։ Պիոներներից ենք ամեն դեպքում։ Չէ, որ պիոներն ենք միանշանակ, հա, որովհետև հետաքրքիր ստացվում է, բոլոր մարդիկ որ հիմա դա նախաձեռնում են, ինչ որ փուլում ստեղ եղել են, էլի, բայց դա մեզ այտենց միայն ոգևորում է, ոնց որ ավելի առաջ գնալ ու այտենց չկանգնել էլ տեղում։ Հաջողություն բոլորիս։ Որտեվ վերջ էլի ոնց որ հեռուստատեսության դարը ես այտենց ավարտված եմ համարում, եւ իրանք հեռուստատեսություններն էլ են ավարտված համարում, որովհետեվ արդեն շեշտը YouTube-ի վրա է գնում եւ էլ ոչ ոք չի սпасելու որ գա ինչ որ ժամը, որ ինքը դիտի ինչ որ մի հատ հաղորդում, այս պահին բացառությամբ երևի ասենք ֆուտբոլի, հա, որ այտենց համաշխարհային իրադարձություն է։ Դրա համար մարդիկ սովորել են, որ երբ ուզում ես, ոնց ուզում ես, ինչ արագության տակ ուզում ես, որ հատվածը որ ուզում ես նայես, ամեն ինչ վաղուց փոխվել է դեպի դա ու ճիշտ ուղղությունն է առաջ գնալու։ Այո։ Շատ ուրախ եմ, որ այս բանը տեղի ունեցել։ Մոտեցավ այս պահը հարց հաղորդավարին։ Ունես այդպիսի հարց։ Իսկ դուք տեսնում եք։ Գրանցվել եք։ Չէ։ Այդ լույսը թունելի վերջում դուք տեսնում եք, որտեղ ինձ հարցրեցիք, բայց դուք չպատասխանեցիք։ Չէ, ես էլ չեմ տեսնում, Նարդ ջան։ Ես էլ չեմ տեսնում, ես Այդ թվում է թե տենց ինչ որ վատ բան է, բայց ավելի լավ է ռացիոնալ գույքագրենք իրավիճակը այս պահին առանց իլյուզիաների որ հետո կարողանանք այդտեղից առաջ շարժվել։ Ինձ թվում է հիմա հələ այդ պահն է, էլի, որովհետև դեռ ինչ որ տես պատրանքներ ունեին մարդիկ, որ 21 թվին ընտրությունների մասնակցեցին, հա, այս մի քանի տարին ինձ թվում է մի հատ այդ դրանցից պատրանքներից լավատեսություններից, այսպես մի հատ ստոպ տանք, մի հատ նայենք որտեղ ենք կանգնել, որ սկսենք արդեն մտածել ոնց ենք դուրս գալի։ Դե իմ պարագայում ավելի դաժան է, որովհետև ես պատրանք չեմ ունեցել, քեզպես ոչ 18 թվին, ոչ նամանավանդ 21 թվի մասին չել քննարկվում դա։ Եվ այն ինչ որ դու ասում ես, որ քո մեջ մի փոքր ինչ որ ոգևորություններ, հա, առաջացնում որ ժողովուրդը միավորվել էր, իսկ ինձ դա շատ անհանգստացնում էր, որովհետև ես մտածում էի, բայց ինչի շուրջ եք միավորվել, ինչից եք տենց ոգեշնչվել, ինչու եք այդպես ուրախանում։ Ու ես փոքրամասնություն էի բնականաբար, ու սարսափելին այն էր, որ ես երբեք էքստրասենսոր տվյալներ չեմ ունեցել, բայց սենց քայլ առ քայլ ես տեսել եմ ուր ենք գնալու։ Ես միակ իմ հույսը, հավատը գիտես ինչն է, շատ սենց ինչ-որ իլյուզոր բան կասեմ, հա։ Մտածում եմ միշտ, որ լավ այսքան դար փորձել են ջնջել էլի այս պետությունը, այս ազգին։
ինչ-որ մի բանի համար ինչ-որ կերպ պահպանվել ենք, միգուցե և կշարունակենք ինչ-որ հրաշքի միջոցով Դե հենց դա էլ է, հենց մեր պահպանվել։ հաշվարկի մեջ հրաշք, մեսիա, փրկիչ, ինչ-որ բառերն են գալիս, ոնց որ իմ համար ոնց որ այդ իրատեսությունը sense այդ խալին sense տակիցս հանում են, էլի, ես sense 4 հաշվարկի, ռացիոնալ հաշվարկի կողմնակիցն եմ։ Հիմա հələ որ մենք այն նոր ջոգեցինք, որ էսի ճահիճա, որ սկզբից ընկել ես, թրջվեցիր ինչ-որ հա, քեզ թվում է հեսա sense լողալով դուրս կգամ, բայց մի րոպե ցորս ինչ-որ ծանր է, էսի կարող է լճակ չի։ Հիմա sense բոլորը ջոգել են, ինձ թվում է, որ ճահիճա, բայց դեռ ոչ բոլորն են ուզում դուրս գան։ Այդ 70% մարդիկ են, որ չեն գնում ընտրություններին, այս հա կլինի Գյումրիի ընտրությունները, կտեսնենք մասնակցության թիվը, որտեղ 120,000 ընտրողից մասնակցել էր նախորդ անգամ 20,000 հոգի, հիմա տեսնենք, եթե 20-ը կամ ներքև է, դա շատ վատ ազդանշան է, եթե կլինի 60,000, լավ 50,000, լավ ազդանշան է։ Լավ, արի այսպես Դուք եզրափակենք, չեմ ասում ում են ընտրում, էլի պրոստը մասնակցեք ժողով։ հա, այստեղ բարձրաձայնելու կարիք Չէ, չկա։ կա բացարձակ, ես ուզում եմ պրոստը գնաք։ Գնացեք, Անկամ եթե այո, տենց շատ հավանել եք իշխանական թեգներին, պրոստը հելեք գնացեք։ այո։ Այսպես ավարտենք, հա, այն ինչ որ կոմպրոմիսի եկանք քեզ հետ, որ հույսը դնենք, ես դնում եմ Աստծու վրա, ես ու դու դնում ենք երիտասարդությանը։ Այսպես ավարտենք մեր այսօրվա հանդիպումը։ Երիտասարդներ ջան, հույսը դուք եք։ Խնդրում եմ վերադարձեք եւ վերակառուցեք մեր մոտությունը։ Ոզը երիտասարդի բանը բացատրեց 45 տարեկան։ Տեխնիկապես ես եմ երիտասարդ։ Նամանավանդ, որ դու սպորտով ես զբաղվում, որ դու ամեն ինչ անում ես, որ երիտասարդ մնաս, լավ պահպանվել ես եւ կպահպանվես, ուրեմն ես քեզ էլ եմ այդ կոչեր անում։ Համարցակ ինձ էլ դասենք երիտասարդներին։ Դասեցինք երիտասարդներին եւ կեցեք երիտասարդներ։ Նարեկ ջան, շատ շնորհակալ եմ։ Շատ աշխուժ, նենց ազնիվ զրույց էր ինձ թվում այսօր մեզ մոտ։ Հա, դե դու ժամանակ չունենք խուճուճ զրույցի, չէ։ Խճճվելու ժամանակ ամենապարզ չունենք։ բանը այդ ազնիվն է։ Շնորհակալություն, Նարեկ ջան, շնորհակալություն։ Ես հիշեցնում եմ, որ մեր այսօրվա հյուրն Նարեկ Մարգարյանը, սցենարիստ, պրոդյուսեր, մտավորական, հայրենասեր եւ ուղղակի հետաքրքիր մարդ։ Բաժանորդագրվեք, լայքեք մեզ եւ խնդրում եմ կոմենտներ գրեք։ Իսկ ես հաջողություն եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։